Ողջույն, սիրելի հետևորդներ ջան։ Ինչպես տեսնում եք, արևն արդեն գնում է դեպի մայրամուտ, եւ այս ինձ սիրուն շողկերը դեպի մեզ ա ուղղել։ Նարցիսները չեն ցրտահարվել, քանի որ ասել են բոլորիդ էլ, որ նարցիսները ցրտադիմաց ունեն, իրենք ցրտի ծաղիկներ են։ Ահա, մոտեցնեմ, որպեսզի տեսնեք, թե ինչքան սիրուն են, ավելի են փարթամացել, խոշորացել եւ փայլում են ուղակի։ Ահա։ Աշխատանքից նոր եմ եկել, սիրելի հետևորդներ ջան, փորձեցի ես նույնպես այս սիրուն տեսարանում միանալ ձեզ, բայց քանի որ արևը մյուս կողմից է եւ տեսախցիկը արդեն լավ չէր ֆիքսում պատկերը, դրա համար որոշեցի այս տարբերակով միանալ։ Հիմա ինձ մնում է հագուստս փոխեմ ու գնամ դեպի բախչեն, քանի որ արդեն որ եղանակները սենց լավն են, բախչի գործը արդեն կարելի է արագացնել։ Դե արդեն ես շտապ եմ։ Եկել եմ բախչեն արդեն ու այս սենց սիրուն համով եղանակը։ Մի փոքր ցրտոտա, դե բնականաբար սարերում դեռ ջուն կա, այդ քամին սառնությունը բերում ամեն դեպքում։ Ահա, այս կողմից եմ ուզում սկսեմ։ Առավոտը գործ էի արել, ճիշտն ասած, ակացիները կտրել, մաքրել եմ, հեսա ստեղ դասացա, ոչ էլ թե չորացել են, գեջա դեռևս, ստեղ մի քիչ կմնա, կչորանա, հետո կվառեմ, կամ էլ, չգիտեմ, կարող է չափարում թենց մասեր ունենք էլի, որ բաց է, այ այդտեղ կլցնեմ, այդ անցքն էլ կփակվի, դե գեղ տեղա, մի չափարնել, մի տեղ բաց է մնում, հավերս ցորենը կերել են, իրանց ռիգվակուտը, ամեն խուջուջ են անում։ Մի խոսքով, ասի միացեն ցույց տամ իմ անելիքները, տանձենին են տեղ ծաղկելա, բա հիմա ոնց չգնամ այդ տանձենու սիրուն ծաղիկներն էլ ցույց տամ ու արդեն թափով կսկսեմ գործանելը, ահա, այս կողմը ստվերա, որովհետև արդեն տունը ստեղ ստվեր ա գցում, սիրելիներս, այսպես, ակացիները լրիվ մաքրած է այստեղ, ահա, ինձ մնում ա ծառերը էտեմ, այս հին խոտերն էլ սեն չորացած, էտ էլ փոցխով քաշեմ, վառեմ, մաքրվի եւ այդպես շարունակ գյուղի գործեր ու գործեր։ Այս էլ մեր սիրուն թաքուհի տանձենին, սիրելիներս, արդեն սկսում է բացվել։ Վաղը մյուս օրը ավելի սիրուն կլինի, բայց թե դե գիտեք էլի, որ չէի կարող անտարբեր եւ թող մեր աչքերը լավ տեսարան նայեն, իսկ հիմա արդեն գնամ ու սկսեմ։ Այս էլ նարդիվանը գնացի բերի, թե չէ արդեն ծառերը շատ են մեծացել էլի, որ փոքր էին շատ հեշտ էի լինում, այս կողմից սկսեցի, սիրելի հետևորդներ ջան, որ քանի դեռ արևը այս կողմը լուսավորում է, կադրը սիրունը ստացվի, հիմա ձեռնոցներս էլ հագնեմ, մինչև գործանելս էլ ասեմ, որ մազերս ներկել եմ, երեք արդեն գիտեք, շատ իմ սրտով է ստացվել, այսօր էլ գնացի Վարշավիրի մոտ, մի քիչ կտրել է, մի քիչ կարճացրել եմ, հետո դե ֆեն արել ու էլ իմ սրտով է։ Վաղն էլ կգնամ արդեն Ալավերդի քաղաք իմ գործերով, իսկ հիմա շատ զրույցով չտարվեմ, գործ անեմ, համ էլ գործի հետ էլ էլի կզրուցեմ։ Սկզբի համար այս ներքերից սկսեմ ամեն դեպքում, էտելը, ասեմ, որ արդեն ճյուղերը ինքը, որ լրիվ բերքի է, շատ խորը չեմ էտելու, կարալյոկի ծառն է, սիրելիներս, ամենա սենց ցրտից վախեցող ծառն է,
Առաջներում այդքան էլ իր բնավորությունը չգիտեի, հետո երբ որ շուտ էի էտում, նկատում էի, որ սենց որ այս մի քանի օրը ձյուն էր բաղ չէ, ձյուն էր գալի, հետո այդ աստեղից փչանում էր, դրա համար հիմա համբերատարը սպասեցի, որ այս ցրտերի պահն էլ անցնի, մարտի այս գժությունները անցնի, հետո նոր արդեն հավեսով սկսեմ բոլորը ընդհանուր էտել։ Գիտեք, որ կառալյոկի ծառերը շատ է, ու որպես արդեն սկսել եմ առաջի էտը, թող որ Աստված բարին կատարի, առատ տարի լինի թե իմ համար և թե ձեր համար, և առատ բերք լինի բոլորիս համար։ Հիմա սկսեմ, այս մի ճյուղը արել եմ, շատ զգուշություն է պահանջում, որ ճիշտ էտվի, հանկարծ սխալ ճյուղ չկտրենք, էլի ափսոս է։ Ինքը շատ փխրում ծառա, ու պետք է զգուշ եմ նայել, որ երբեմն պատահում է, որ սենց քաշում եմ, ինքը մի թեթև քաշելուց կարա սենց մի ամբողջ մեծ ճյուղը պոկվի։ Ինչքան բոյս հասնի, սենց կտրեմ, հետո արդեն նոր նարդիվանը կդնեմ, ընտի։ Ձմռանը շատ լավ է դիմացել, նկատել եմ, մի հատ էլ սենց պտտվել եմ էլի այգով մեկ, նկատել եմ, որ ծառերիս բողբոջը արդեն իսկ երևում է։ Ընդհանրապես նաև ասեմ, որ կառալյոկը ամենաուշ տերևակալվող ծառն է, բայց ինչևէ, արդեն բողբոջները շատ փոքր, այդ լուցկու չոփի են քուքուրդի մասի չափ, այդ չափի երևում է։ Մի կողմից լավ է, որ այս ժամին եմ սկսում, քանի որ ցերեկը լավ շոկ էր, թեպետև աշխատանքի էի, բայց ասենք եթե ազատ օրով եմ սկսում այդ շոկ եղանակին, դե արդեն շոկն էլ է իր հերթին, ասենք մի թեթևակի խանգարում է, բայց թե դրան էլ չենք նայում, հետո մեր գործը առաջ ենք տանում։ Այս կողմը լավ է, արդեն կարամ նարդիվանը իր միջուկից տեղավորեմ, ճիշտ է այդքան էլ մեծ ծառ չի, բայց պետք է որ նարդիվանին բարձրանամ, այսենց մկրատն էլ մեղցնեմ, սղոցն էլ ես փոքր, կարող է էլի տեսեք պետք կգա, այս մի ճյուղը պետք չի, օй, արևը ծակում աչկերս, այս շամերին էլ, որ արդեն ինքը դե ցածրանում է, ու վերևից ուղիղ այս կողմ է խփում շողկերը։ Բայց թե մեր գործն անել դինք։ Այս էլ մի հատ լավ տեղս կզեմ, կառալյոկի ծառը շատ կոտրելում է մի հատ է։ Չգիտեմ, այսօր կհասցնեմ փոցխեմ, այս կտրածս ճյուղերը փոցխեմ, հավաքեմ, ոյ, ընգավ, դե ոչինչ, հիմա ըստեղ ուշադիր եմ լինում, այսենց, բայց իրոք այս արևի շողկերը աչկերը սացակում ու խանգարում է, որ ճիշտ հասկանամ, այնքան փափուկ է այդ ավելորդ ճյուղերը, նույնիսկ ձեռով եմ կարում պոկել, երբեմն,
Մի խոսքով էս տարբերակով հետելում եմ, սիրելիներս։ Մի հատ էլ բարձրանամ երևի, որ չքաշեմ, չկոտրվի էլի։ Ջան, այ սենց, ծառը ոնց է շարժվում, վայ, այ ծառ հանգստացի։ Ինչ ես թողում ծառ ջան։ Մկրատից վախում ես։ Այ սենց են այ ծառի հետ զրուցում, սիրելի հետևորդներ ջան։ Էլ թե իմ լեզուն հասկանում ա թե չէ։ Ես իրա հետ զրից եմ անում, հենց ա պետք, պտի խոսանք, պտի ծառի լեզուն հասկանանք, որ ծառն էլ մեր լեզուն հասկանա։ Այս հենց, ավելորդ աճածները, թեկուզ ձերքով ես մեկն էլ երևի բոգեմ, հա էլի, ես մեկն էլ բոգեմ, ու արդեն ստեղ։ Որը ներսի վրա է աճած, այդ որ հաստատ եմ բոգում, քանի որ ներսի վրա է աճում, արդեն գալիս է, որ տերևակալվում է, արդեն մեկը մեկին շվակ է գծում ու խանգարում։ Սրանից ավել չեմ բարձրանա, քանի որ ծառը մի քիչ ինքը փոքր է ու այդքան էլ չի դիմանա։ Այս կեն մեծ ծառերին արդեն հենց պատահել եմ ինչ է վերջի աստիճանը բարձրացել եմ։ Այս քանի օրեր արև էինք երազում, բոլորս էլ։ Հիմա էլ ասում ենք արևի շողքերը ծակում աչքերը։ Թեից է էլի մարդկության ձևը, բայց թե հարկ Աստծո թող միշտ էլ արևը լինի, ամեն բան իր ժամանակին լինի։ Ոյ, հիմա այս մեկը որ կտրեմ, լավ մուղամներ ա տվել էլի, այս դրսի վրայա ու կթողնեմ, ոյ, ամենադժվարը ես կասեմ էտեցի, հիմա անցնեմ սրանք արդեն հեշտ են։ Այս էլ ես մի ծառը, էտեցի վերջացրի, բայց թե էլի սենց աչքն եմ ածում էլի, օրինակ ես մինը թողել եմ, ես էլ եմ թողել, ես էլ չի պետք, արդեն արևը մեր ա մտել, մինչև ես մի ծառը էտեցի, արևը մեր ա մտել, ես rankhումն էլ մին իջել եմ, որ արևը մեր ա մտնում, դե արդեն անմիջապես ցրտում ա, ժակետս էլ հագա, սա արդեն լավ ա, ես մեկն էլ, ես մի ծառի գործը բրծա, քանի որ սա մի 2 րոպեի գործ չի էլի սիրելիներս, հետո որ իջա ժակետը հագնելու, մի քիչ էլ ստիփոց խո վրային վակել, քանի որ խոտերը դեռ խոնավ ա, ասի քանի արևն էս կրան վրայա, վրին ընգնի մի քիչ փշեշի էլի, նարդիվանն էլ ծառիցը վրաղ դնեմ, մեղկա էլի ծառը, քանի որ արդեն ծառը ջուր անգել, շնչում ա, լոտենան կվարվի էս էլ, աչկս 1000 գործի վրայա, համեն եմ ուզում անեմ, համել են, բայց թե մի հետ ու ցլիլ չի էլի սաղ, հերթով դիլիլ, հերթով, կարգով, ամեն դեպքում ասի հլափորձ եմ էլի, այսքան տեղն էլ մաքրեմ, որ սոր վարածս գործից է ես էլ բան հսկանամ էլի, Հենց կա չէ, որ գործն անում ենք վերջացնում, հետո մին ետ ենք դառնում, մտիկ անում,
Այս մի ծառին սիրունացվի, բայց թե դեր շատ գործ կա, հա, դեր պետք է այն սիպտակ դեղանյութներ ներկեմ, հետո չաշ կանեմ, փապկացնեմ ծառի ես իր այդ բնի հատվածն էլի, ողը թացա, ես խոտն էլ աթաց, բայց թե ամեն դեպքում լագոն է, ես քանը կվարեմ էլի, ես քան տեղը իմ ցանքսի տարածքն է, այս քան տեղը մեկ էլ ընդի, հա, ողն էլ ենքան լավն է, բայց թե չգիտեմ էլի, ցանքս անեմ, չանեմ, ահա, քամի լավ սարն է գալի, քանի որ են ձնած լալվար սարիցն է գալի, ես էլ վերեմ, Ընդհանրապես, որ ռավոտը վաղն եմ գալի գործանելու, կամ սպիչկեն բերը մտիա, որ ռավոտը ես վաղն եմ գալի գործանելու, արդեն արածս գործը իրոք երևում է, ես էլ եմ բան հսկանում իմ արածից, ես էլ սպիչկեն, հլա փորձեմ վառեմ, բայց թե ծխիցը հերուտ իմ կենալ էլի, Շատ չեմ ուզում ծխահարվիմ, քանի որ էքուց պետք է գնամ Ալավերդի քաղաք իմ գործերով, քանի որ համ էքուց իմ ազատորն է, արդեն տաքսու հետ էլ եմ խոսել, ու պետք է առավոտյան ժամերին գնամ, եթե ժամանակ գլի, էքուց էլ կգամ գործ կանեմ, մի վառեմ, Կրակը վառեմ ու ես ծխիցը հեռու գնամ, հենց որ սենց կրակի ծուխը ծուլալում, արդեն իսկ զգացվում է էլի, որ դառնան գործերը սկսվել են, ջան, են կողմն էլ սաղ, քանի որ այդ աղբի ящիկը ստեղ մեզանից մոտ են տեղադրել, շները սաղ տոպրակներ են քաշտվել բերել, բաղ չեն լցրել, Հնարավորինս ծխիցը հեռու գնամ, այ մի տես է, քամու հետ պտտվելու եմ, ձերնոցս էլ հակնեմ է, թե չէ սաղ ձերներս ես հոծխի պետիցը կկոշտանա, ահագին սա պաղում է, էլի, լահանուր ձևի պտտեց ես քամին, մենք էլ հետը կպտտվենք, կարուսելի պես, Սա շուտ վառվողը չի, խոնավ է, բայց ուզեիսն էլ քևն էլ քաշեմ է, որ ուզեիր ուրեմը քաշի, ահա, սենց մի պահ ծուխը ջանըտի քաշել, հետո մի անգամից վառվելու է, ինքը ծուխն էլ է չորացնում էլի, Հավերս էլ ոնց որ հավաքվել են, գնում են թառի, այ այդ ժամերն է արդեն, ինչ անեմ, ստեղ էլ մի քիչ հավաքեմ, շատ անշնորհք, Ես ինչքան տերև կա, մի հատ որ այս տոպրակները վառեմ, արդեն իմ աչքին սիրուն կլի ես քան տեղը, իմացնիմը չկա, ես ինչ հետա, Ասա այս շնել, ես ինչ է, կերել իմ բաղ չեն լծվել, սաղ պամպերս է երեխու, ով է,
Հեսա ծուխը ջանն ա քաշում արդեն։ Այստեղ էլ բերեմ վառեմ, հետո կգնամ տուն։ Այսօրվա համար այսքանը հերիք կլի։ Ահա։ Սրան էլ մի հատ ջաշ գցեմ։ Ահա։ Ինչ արի, սպիչկեն, հա, մոտս սա։ Այս էլ վառեմ։ Սիմիչկա։ Ինչքան կվարվի, բայց թե մի հատ էլ այս կողմից վառեմ էլի, շատ ախոնավ։ Այն մեկը լավ սկսեց վառվել, այս մեկը ոնց որ դեռ ներսից է։ Ահա։ Աքլորները որ ներս ու դուրս են անում, հավերին մի հատ տանում են թառի, հետո էլի դուրս են բերում։ Գիտեք չէ, սիրելի հետևորդներ ջան, որ աքլորները ամեն մի վտանգը հավերից շուտ են զգում, հետո յուրահատուկ ձայներ են հանում։ Այս կողմը չի ուզում վառվի։ Ասացյունը նոր ա վերկացել, անուշ աղջիկ, սա հեշտ վառվողն ա։ Ամեն դեպքում ծուխը ծուլ արինք։ Ահա։ Ընթացքում էլ կգնամ, կգամ, կհետևա, ամեն մեկը լավ սկսել ա։ Մի հատ գնամ նրան էլ խառնեմ։ Ահա, խոցխով։ Տոպրակների տհաչ հոտը, որ տանել չեմ կարում։ Էսա այս էլ կսկսի։ Այս ընթացքում հասցնեմ գնամ մի հատ էլ փոքր ծառ կա այստեղ, այդ փոքր ծառն էլ էտեմ, սիրելիներս, էլի մի բան առաջ գցեմ, էլի։ Էլի նարդիվանն էլ կտանեմ։ Փոքր եմ ասում, բայց էլի ամեն դեպքում նարդիվանի կարիք էլ ազգացվում։ Այսպես, ահա, ես գնամ էտելու։ Այն միկրակն արդեն լավ վառվում է, սիրելիներս, ես էլ ծխիցը հեռու եմ կանգնել, այս միկրակս էլ ծուխը լավ թնձրացել է, այն է հենց որ ծուխը սհե թնձրանում է, ուր որ այա, բոցը ծուլ կլի, այսինքն լավ տքացել է մեջը, ու արդեն կար կընգնի, այս իրանքումը մի ծառել եմ մետել, մի քիչ էլ կրակին մտիկ կանեմ ու արդեն կգնամ տուն։ Այ, դե գիտեք էլի, ես դադարկենողը չեմ, այն մի ծառից հետնել այս կլի արդեն երրորդ ծառը, այս ծառը մեր ամենաառաջվա ծառն է, սիրելիներս, ամենաառաջ այս ծառն ենք ունեցել, 30 տարեկանից ավել է, այդտեղ այդ մասերը կտրել ենք, մի երևի արդեն 5 տարի կլի, որ կտրել եմ տվել դրուժբով, արդեն այս ծառը բերքի տակ է, անցյալ տարի, սրանից մի վեդրո արդեն կարալյոկ եմ քաղել, մի 2 տարի էլ կթողամ, հետո արդեն լրիվ կկտրեմ, քանի որ ինչքան էլ ուզում ծառին ջահելացնում ենք, ինքը արդեն ծերացած ծառ է համարվում։ Տենանք լավ ոնց կդասավորվի սրա ճակատագիրը։ Հիմա պետքա էտեմ, մի 2 հատ էտելեմ, ասի էտեմ, չետեմ, գնամ տուն, բայց թե ճիշտ է, մի քիչ էլ ցրտոտ է, բայց թե
Սիրտս չտվուց, էլի, որ գործս կիսա թողում գնամ։ Ահա։ Նարդիվանն էլ հարմարացնեմ, էլի նույն ձևերով։ Հետո էս էլ էտեմ, ինչ արի էտի մկրատը, հա։ Ահա։ Այս կողմերից մի քիչ այտել եմ։ Մի հատ ցածերին էլի նրա նման էտեմ, հետո արդեն նարդիվանով կետեմ։ Շատ եմ սիրում, որ սենց էտելու այս պահերը, սենց ճկճկալ է այդ ձեները գալիս է, հավես է բերում։ Ահա։ Այս ծառը մեզ շատ է բերք տվել, շատ։ Բայց այդ տարիներին չէինք ծախում, ամբողջ պահում էինք, հետո լրիվ մենք էինք վայելում։ Այն տարիներին, երբ որ կառալյոկի ծառը նոր էր տարածվում մեր կողմերը։ Թե չէ առաջվա տարիներին այնով ինչ գիտեր, թե կառալյոկի ծառը ինձ ձևի ծառա։ Ահա, հետո մի անգամից թափով տարածվեց։ Էս է սենց։ Դրա վրա էլ բերք կա, այս տարի էլ բերք կտա։ Քանի բերք կտա կպահեմ։ Ահա։ Դրակն էլ արդեն ծուխանում, ին վառվում ա, ին հանգչում ա, ու հենց այդ ձևով էլ կշարունակվի։ Այս մեկը լրիվ կկտրեմ։ Ահա։ Ընդհանրապես այս ծառը չի սիրում էլի, որ ինքը շատ ա ծանրաբեռնվում։ Չի դիմանում այդքան բերքին, կոտրվում ա։ Ինչքան թեթև պահենք, այնքան բերքի որակը լավը կլինի։ Չէ, արդեն պետք է բարձրանամ։ Հոյ։ Էս էլ այստեղից ինչքան էլ հանում եմ, էլի սենց նոր ճյուղեր ա դուրս գալի։ Ամեն դեպքում կտրեցի, թողեցի։ Հիմա բարձրանամ, էս էլ էտեմ։ Ահա։ Որ չկոտրվի, էլի։ Այստեղ սղոցի գործ ունեմ արդեն։ Ջան, գործս առաջ ա գնում։ Այս մի ճյուղն էլ ստացվեց։ Սղոցն էլ հետո կբերեմ, այսքան տեղը սղոցով կկտրեմ։ Սա արդեն ավելորդ է այս հատվածը, ու ոնց երևում ա, էլի պետք ա բարձրանամ, բայց արդեն ձեր համար տեսանելի չի լինում։ Թե ինչ սիրելիներս, այժմ էլ այս տարբերակով վայելեք իմ աշխատանքի ձևը, չալարեցի և այնպես դասավորեցի, որ դուք էլ հաճույք ստանաք այս վլոգը դիտելուց։ Այսպես։ Եվ նույն ձևով սկսում եմ հեղեցկացնել իմ ծառին։ Լավ մեծ մուղամներ ա քաշել։ Ոյ, էսա հենց սիրունացնենք, հավերս էլ, թե իմ ձենի վրա թել է, չգիտեմ էլի, դե ամեն դեպքում կենթանի են, մի գնացին թարել ան, հետո էլ եկել են, լծվել են ստեղ, դե ավելի լավ, թող մի լավ թուջուջան են։ Ուրիշ տարիներ այս ժամանակահատվածում սաղ իմ բաղչեն կանաչ խոտ էր, բայց մի հավերի ձեռից մի հատ կանաչ խոտ էլ հենց չի մեծանա, հենց որ տենան իրանք կհոշոտեն։ Այս մի ճյուղ կտրեմ, որ չխանեցի, ինչքան ազատ լինի, այնքան լավ։ Այս մի վլոգս, սիրելի հետևորդներ ջան, ոնց որ թե ամբողջը ծառետելու պահերն ստացվեց։
այս մեկն է։ Սիրելի հետևորդներ, ջան, բաղջից եկել եմ տուն ու խատատ պեչը վառել եմ, քանի որ ձմեռվա պես ցուրտ է։ Արդեն լավ տքացել է, հետո մի շատ համով բան եմ ուզում թխել, մեր մանկության ամենահիշելի բիշին, քանի որ երեկվա մարած այդ լիպոշի խմորիցը մի գունդը մնացել էր։ Պեչը լավ թեժացել է, արդեն նույնիսկ ոտքերս այրում, այստեղ արդեն լավ տաք է եւ ես շտապեմ, քանի որ պատրաստի բան չկար սարքած, որ թենց պեզարած հալիս մի պատարան գնամ հանգստի ու թենց ասի դելա բիշի կանեմ, քանի որ բիշին էլա շատ լավ ձևով հագեցնում, արդեն տաքացել է ջան, գունդն էլ բացել եմ, նույնիսկ մասեր եմ բաժանել, որ ամեն ինչ մի քիչ արագի մեջ լինի, քանի որ ես արդեն տաքա, Այս էլ արդեն լավ կտրած է, արդեն կարամ շարեմ այսենց, այս չափի կտրել եմ, մի քիչ էլ ձեռի հետ բացում եմ, էլ չուզեցի գնամ գազի մոտ էլի, քանի որ ցուրտ էր, գիժ մարդը այրա ցրտերը անում է, ռավդը որ հավերին գնացի որ բաց թողում տեղա որ հավերի ջուրը սառել էր, մի թենց անհանգստացա ասի Տեր Աստծո էլի հանկարծ ցրտահարություն էլաչելի, հետո որ օրը մի քիչ հետ եկավ, հա, արդեն նկատեցի, որ է ցրտահարություն չի ելել, Հարկ Աստծո, ջան, ես ինչքան լավն է, ես էլ շատ վաղուց երևի մի տարի ավել կլինի, ես ոչ լիպոշ էի արել, ոչ էլ բիշի էի արել, ահա, ես անմիջապես բարձրացել է, ջան, Սիմочка, հոտնն առար, այսենց, ես ու իմ Սիմուլյան, այսպես, սիրելի հետևորդներ ջան, դեռևս չեմ պատասխանել ձեր գրառումներին իմ նոր վլոգի մեջ, քանի որ այսօրվա օրը շատ հագեցած էր, առավոտը վեր եմ կացել, անմիջապես գնացել, բաղջում եմ գործեր արել, այդքան չորակացիները կտրել, հավաքել, հեռախոսը հետս չվերցրի, որ ոչ զանգերի պատասխանեմ, ոչ էլ սենց չուզեի այդ պահին միանամ, այլ ուզեի շատ արագ ձևով այդ գործն անեմ, առաջ տանեմ, դրանից հետո էլ արդեն անմիջապես Վարշավայի հետ պայմանավորվածություն ունեի գնացել եմ ընդեղ, դրանից հետո աշխատանքի հետո նոր արդեն կարողացա այդ ժամերին ձեզ միանալ, ջան, հլա բիշին արդեն եղավ ընտիր, այս մեկ, անմիջապես պետք է պիսոտնն անենք, որ ջանը քաշե, այս մի քիչ կմնա, կրակս հովել չի, չնայած չեմ էլ ուզում, որ վառած բիշի ունենամ, այս մեկն էլ արդեն րոպեի ընթացքում իրար հետևից լինում է, Սիմա ջան, քեզ էլ եմ տալու, պարտադիր, հետո մի հատ պեսոկն եմ անում, նոր անց եմ կենում, այն հաջորդը գձելուն, այդ ընթացքում դե թավան տակ է, հետո առատորեն պիսոկ եմ ցանում, սենց հավեսով, մեր ձևերով, սիրելի հետևորդներ ջան, ու այսենց մի քիչ բացում եմ, լայնացնում և երկարացնում, շատ չեմ սիրում, որ ընդհանրապես խմորը շատ ալյուրոտ է լինում, ու սենց հաջորդաբար կթխեմ, ջանա, երևի արդեն կրակն էլ մի հատ կնայեմ, կուժեղացնեմ կրակը, ոնց որ թե աչքից թուլացել է։
վերջի բիշիներն արդեն լինում, սիրելիներս։ Ահա։ Թմբլիկ, սիրում։ Բիշիները նույնպես պետք անենք իրար վրա դասավորենք, որ օդ խաղալու տեղ ունենա, որպեսզի իրար վրա չնստի, չնայած սա երկար չի դիմանում, շատ շուտ է վերջանում, հատկապես, որ շատ վաղուց որ չէի արել։ Ահա։ Քաղցրել անեմ ու վերջ, կանցնեմ այս համողությունը վայելելուն և արդեն իհարկե կպատասխանեմ ձեր գրառումներին իմ այսօրվա տեղադրած նոր վլոգի մեջ, որը դեռևս չէի հասցրել, թավանել վերցնեմ շայրվի, այս ինչքան է շոքացել, գնալով տունը շոքանում է, սիրելի հետևորդներ ջան, ես էլ ավարտեմ իմ այսօրվա վլոգը և անցնեմ իմ հանգստին, և իհարկե բոլորի ցանկանում եմ առողջություն, երջանկություն, կփորձեք անպայման սիրելիներս, քանի որ բիշին մեր մանկության համ ու հոտն է։ Պակա, պակա, պակա։